Քախանկանեմ հոբարով Յար նայ 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 Լավաշի թխման հազարամյա պատմություն ունեցող ծիսական արարողությամբ է սկսվում ոչ միայն ծավցիների, այլև գաստրոքեմփի շրջանակում ժամանած Միշլենյան աստղ ունեցող շեֆ խոհարարների հունիսի 12-ի առօրյան։ Գութան են անում, սերմը հողին տալիս, հնձում, կալսում, աղում, հունցում եւ վերջապես խմորը հանձնում շիկացած թոնրի պատերին։ Ծիսական երգերի հնչյուններն են տարածվում ծավում։ Հացը այնքան կարևոր է, որ մեր եռագույնի երրորդ գույնը, դեղինը դա մեր ծորենի արտերն են, մեր ոսկի արտերը, այնքան պաշտամունքային է, որ հայը իր պետական դրոշի վրա հիշել է ծորենը։ Եվ հացին ու ծորենին նվիրված բազում երգեր ու արարողություններ կան, որոնցից մի քանիսը այսօր ընդհանրապես ներկայացվեց։ Գյուղի կոլորիտային վայրերից է ավանդական թոնրատունը, որտեղ էլ հյուրերի համար կազմակերպվեց հացաթխման արարողությունը։ Տարածաշրջանում հայտնի ծավի ժամանակակից թոնրատանը պատրաստված լավաշի բույրը չէ այս անգամ գերել ներկաներին, այլ պապերից ժառանգացում թխվածը։ Դժվարանում է ասել տիկին Ռիտան, տեղանքից է, թե հացթուխից է, որ այստեղ կերած հացն ու պանիրը յուրահատուկ համ ունեն։ Սրա համը վտը ոչ մի տկավ է։ Չնեղանա մերեն փուրի աշխատողը։ Այն հացն էլ էս հացի համը վտը չունի։ Չգիտեմ ինչու։ Էսա ուրիշ է։ Ճիշտ է, ես մտածում ուզում եմ ջահելին ասվերին։ Կան սվերցնի թխին։ Եկուց ես նյոլիչում, բայց պետք է կյալու։ Պետք է կյալու։ Վերացվալա, մենք թխունքին թորեններով։ 3-4 Այ And today actually is the epitome of success with Այսօր իրականում հաջողության գագաթնակետը Ռիտայի հետ հանդիպումներ։ Նա լավաշ թխելու վարպետ ձեր կին է, որ մեր հացն ուտելու համար մեզ աշխատանքի է դրել։ Շատ դժվար բան չկա, միայն կարող եմ ասել, որ իմ գործունեության ընթացքում խենթ քայլերի շատ եմ դիմել, բայց լավաշի թխման արարողությունը երբեք չեմ մոռանա։ Վասուտագետի ափին ձկնաբուծարան կա, որտեղ իշխանով ու կարմրախայտով պատրաստված ավանդական ճաշատեսակները վայելելու են գալիս ոչ միայն տեղացիները, այլև օտարերկրացիները։ Մենք մտածեցինք ինչպես պահել եւ զարգացնել մեր համայնքը, մեր գյուղը եւ որոշեցինք ընտանեկան բիզնես կազմակերպել։ Ծավում ամեն ինչ համով է, ջրից սկսած ամեն ինչ համով է։ Համեցեք ծավ, համեցեք մեր մոտ, համեցեք եւ համտեսեք։ Ամիսներ առաջ մեկնարկած գաստրոքեմփ Կապան 2025 նախագծի եզրափակիչ փուլի շրջանակում է հայտնի խոհարարներից կազմված խումբը շրջում համայնքի գյուղերով ծանոթանում բնակիչների ու տեղի համերի հետ։ Շուրջ 5 երկրից ժամանած հյուրերը հետաքրքիր զբոսաշրջային արշավի ընթացքում գրի են առնում ավանդական բաղադրատոմսերը, մշակում դրանք, որ Կապանի գեղատեսիլ բնության գրկում Խուստուփի լանջին մատուցեն 7 մելիքների հանդիսավոր ընթրիքը։ Որպես խոհարար կարող եմ ասել, որ առհասարակ այն ուտեստները, որոնք մենք փորձել ենք այստեղ, իրենք շատ տարբերվող են, ունեն իրենց բնավորությունը, ունեն իրենց առանձնահատկությունները, ու ոչ միայն մթերքների եւ այլ հատկանիշներով են տարբերվում, այլ իսկապես համային մեծ տարբերություններ կան մյուս մարզերի հետ։ 18 տարվա խոհարարական փորձ ունեցող մասնագետը, որ ներկայացնում է հայկական ուտեստները աշխարհում, նշում է. տեղի խոհանոցի զարգացման համար հավելյալ հետաքրքրասիրություն, ջանք ու եռանդ պետք է ներդնել, քանի որ Սյունիքը, մասնավորապես Կապանը, մեծ ներուժ ունի։ Ոչ միայն մենք ենք սովորացնում, այլ նաև մենք ենք սովորում։ Նաև մեր հյուրերը, որ արտասահմանից են ու չգիտեն հայ մշակույթը, մենք այսպես պարտալ ենք ստեղծում, որտեղ մենք կարողանում ենք փոխանակվել մեր մտածելակերպով, մեր աշխատավոճով։ Մենք միշտ ենք տարբերվել հայկական ուտելիքներով, հայ խոհանոցով, որտեղ լավագույն աշխարհի խոհանոցն է, որը բազմակողմանի նաև զարգացած է ու շատ խորը հին պատմություն ունի։ Պահպանելով ավանդականը, արդիականացնել կերակրատեսակները, հաղորդել դրանց նոր համեր։ Գաստրոքեմփը ոչ միայն սովորեցնելու, այլև սովորելու նպատակով է կյանքի կոչվում։ Ոչ մի նոր ինչ-որ եվրոպական ուտեստներ, ոչ մի ինչ-որ տենց բար տեխնոլոգիաները աշխարհում հիմա ոչ մի էմոցիա չեն ստեղծում։ Էմոցիաները ստեղծվում են, տպավորությունները ստեղծվում են միայն ամենապարզ մարդկանց կողմից, ամենապարզ ուտեստներով, ուղղակի դրանք բերելով ինչ որ այսպես ասած վաճառքին նպատակահարմար որակի եւ տեսքի։ Մասնակիցները նաև այցելեցին Կապանի պատմամշակութային վայրեր, ավելի մոտիկից ծանոթանալու 7 մելիքների հայրենիքին։
Էկոնոմիկայի նախարարության հրավերով Հայաստանում գտնվող ամերիկյան հայտնի Forbes ամսագրի թղթակիցն է միացել արշավին, Սյունիքը վայելելու եւ իհարկե այս ամենի մասին գրի առնելու նպատակով։ And we've been in Armenia for about a week. Մեկ շաբաթ է արդեն ինչ Հայաստանում ենք, հանդիպել ենք շատ կարևոր մարդկանց, տեղի բնակիչների հետ, տպավորված եմ նրանց ջերմությամբ, հայկական հյուրընկալությամբ, քանի որ գաստրոքեմպը անցկացվում է սահմանամերձ Կապանում, որոշեցի գալ այստեղ։ Ամեն ինչ համով է, յուրահատուկ տարբերվող ուտեստներ են այստեղ պատրաստվում։ Օդանավով թռիչքներ էր հետաքրքիր, սարերի վրայով եկանք, մի խոսքով ամեն ինչ հիանալի է։ Ըստ կազմակերպիչների ավարտին մոտեցող ծրագրի պտուղները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին, իսկ 7 ուտելիքից պատրաստված հատուկ ճաշացանկը կներկայացնի Կապանի գաստրոմշակույթը եւ կդառնա այցեքարտ հարավային մայրաքաղաքի համար։